Բարին ընձեզ սիրելիներ, անցած անգամ խոսեցինք սրբության ողջույնի մասին։ Սուրբ Պատարագը շատ կարևոր է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են Տեր Հիսուս Քրիստոսին։ Տեր Հիսուս Քրիստոսին սիրողները հստակ գիտակցում են, որ չկա քրիստոնեություն առանց պատարագի և ուղղափառ հավատքի։ Այսօր էլ պիտի խոսենք սուրբ և անմահ պատարագի մասին։ Սիրելիներ, հույս ունեմ, որ մեծ ուշադրությամբ կլսեք, սիրով կլսեք և ոչ միայն կլսեք, այլ կհիշեք և եթե կցանկանաք կարող եք նաև տարածել, որպեսզի ուրիշներն էլ լսեն։ Շարունակենք մեր բացատրությունը։ Հասել ենք Սուրբ Պատարագի ամենախորհրդավոր պահին և անհրաժեշտ է, որ եկեղեցում լռություն տիրի, իսկ սրտերում երկյուղածություն։ Դպիրները ձայնակցելով երկնքի հրեշտակներին երգում են «Սուրբ, Սուրբ, Սուրբ», ինչպես նկարագրված է Եսայու մարգարեության մեջ։ Այս ընթացքում քահանան իր ծածուկ երկար աղոթքի մեջ հիշում և փառաբանում է Աստծուն, որ երբեք չի անտեսել մարդուն, երբեմն մարգարեներով, երբեմն օրենքներ հաստատելով, երբեմն էլ քահանայություն հաստատելով։ Իսկ երբ ժամանակն իր լրումին հասավ, Աստված իր որդուն տվեց մեզ որպես պարտք, պարտապան, զոհ, օծյալ, Աստծո գառ, երկնային հաց, քահանայապետ և պատարագ։ Ինքը Տեր Հիսուս Քրիստոսն է բաշխողը և բաշխվողը առանց սպառվելու և հատնելու։ Տեր Հիսուսը կատարյալ մարդ եղավ առանց ցնորքի և աստվածային բնության հետ անշփոթ միավորությամբ, մարմին առավ Սուրբ Գույս Աստվածածին Մարիամից և աշխարհը փրկելու համար հոժար կամքով եկավ և ինքն իրեն պատարագեց մեր փրկության առիթը հանդիսացող խաչի վրա։ Այս աղոթքից հետո քահանան սեղանին երկրպագելով բացում է սկիհը և ընծայաբերվող հացը ձեռքն առնելով ու վեր բարձրացնելով խորհրդավոր ձայնով ասում է. «Առեք, կերեք, այս է մարմինն իմ, որ վասն ձեր և բազմած բաշխի, ի քավություն և ի թողություն մեղած»։ Հետո կրկին սկիհը բարձրացնելով ասում է. «Արբեք իսմանե ամենեքյան, այս է արյուն իմ նոր ուխտի, որ հաղագս ձեր և բազմած հեղանի, ի քավություն և ի թողություն մեղած»։ Սրանով տեղի է ունենում Սուրբ Պատարագի հիշատակությունը, այսինքն կանոնը, այսինքն Տեր Հիսուսի մարմինն ու արյունը խորհրդանշող հացն ու գինին Աստծո առջև որպես զոհ են մատուցվում ժողովրդին ի տես։ Դպիրներն ասում են ամեն, որը նշանակում է հավատում ենք և խոստովանում։ Ապա դպիրները սկսում են երգել. Հայր երկնավոր, որ զորթիդ քո ետուրի մահ վասն մեր պարտապան պարտյաց մերոց, հեղմամբ արյան նորա, աղաչեմ քեզ, ողորմյա քո բանավոր հոտի։ Սրանով դպիրները ժողովրդի կողմից խնդրում են. Ով երկնավոր Հայր, որ քո որդուն մեզ համար մահվան մատնեցիր, որ մեր պարտքերն ու մեղքերն իր վրա վերցրեց, նրա թափած արյունով աղաչում ենք, ողորմիր քո բանական հոտին, այսինքն ժողովրդին։ Քահանան ծածուկ աղոթքից հետո բարձր ձայնով աղոթում է Աստծուն. «Եվ ըսքույսի քոյոց քեզ մատուցանեմք ըստ ամենայնի և հաղաքս ամենեցուն»։ Այսինքն մեր այս ընծաները, հացն ու գինին, որ աստվածային բարությամբ շնորհել ես մեզ, քեզ ենք մատուցում։ Այս պահը, երբ քահանան բարձրացնում է սկիհը, խորհրդանշում է Հիսուսի խաչին բարձրանալը։ Մեր հոգու աչքերով Տեր Հիսուսին տեսնում ենք Սուրբ Սեղանի վրա այնպես, ինչպես էր Գողգոթայի խաչի վրա, նույն սիրով և նույն զոհաբերությամբ։ Հասանք փոխակերպմանը, սրբագործմանը, երբ որ արդեն հացն ու գինին վերածվում են մարմնի և արյան։ Այս պահին երգվում է. Որդի Աստուծո, որ պատարագյալ հորի հաշտություն, հաց կենաց բաշխիսի մեզ, հեղմամբ արյան քո սուրբ, աղաչեմք քեզ, ողորմյա արյամքով փրկյալ հոտի։
Երկեցողության ժամանակ քահանան մասնավոր աղոթքով խնդրում է Աստծուց, որ իր հոգու ներգործությամբ առաջադրված հացն ու գինին փոխակերպի Տեր Հիսուս Քրիստոսի մարմնի եւ արյան։ Հետևյալ աղոթքն է ասում. Ով Հայր ամենակալ, այս հացն օրհնելով խնդրում ենք, որ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի մարմնի փոխակերպես։ 3 անգամ այսպես է կրկնում։ Ավելացնենք, որ քահանայական ծածուկ աղոթքները, աշխարհականները, դպիրները կամ սարկավակները իհարկե իրավունք չունեն ասելու։ Սա միայն քահանաներն են ասում։ Հետո ասում է. այս բաժակն օրհնելով խնդրում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի արյան փոխակերպես, ստուգապես, նորից 3 անգամ կրկնում է։ Նույն ձևով այս հացն ու գինին օրհնելով խնդրում ենք, որ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ մարմնի եւ արյան վերածես փոխակերպելով քո Սուրբ Հոգով։ Նորից 3 անգամ կրկնվում է։ Սրբագործված հացի ու գինու այս հրաշալի փոխակերպումով Տեր Հիսուս Քրիստոսը ներկա է ոչ թե խորհրդանշական կամ պատկերավոր կերպով, այլ ճշմարտապես եւ իրապես։ Այնպես որ հացն ու գինին այլափոխվում եւ դառնում են Քրիստոսի իսկական մարմինն ու արյունը, սակայն հացի ու գինու տեսակով։ Այսինքն մեր աչքերի առջև հացը հաց է մնում, գինին գինի է մնում, բայց իրականում դա արդեն Տեր Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունն է։ Հետո արդեն երգվում է Սուրբ Հոգուն ուղղված երգը։ Սրանով հաստատում եւ հավատում ենք, որ ամեն բան կատարվում է Սուրբ Հոգով։ Հավատացյալները Տիրոջ մարմինն ու արյունը ստանում են իբրև մեղքերի քավություն եւ թողություն, ինչպես նաեւ իբրև հավիտենական կյանքի հոգեվոր սնունդ։ Հավատացյալները պետք է սրտանց աղոթեն, որ Սուրբ Հոգին իրենց մեջ իջնի, որպեսզի արժանի լինեն Տիրոջ մարմինն ու արյունը ճաշակելուն։ Այդ մասին խնդրում է իր աղոթքի մեջ պատարագիչը։ Ասում է. Թող սա, այսինքն հացն ու գինին, իր էությամբ փոխվի ճշմարտապես եւ ստուգապես, թող դրանք փոխակերպվեն, վերածվեն Քրիստոսի մարմնի եւ արյան, որպեսզի առանց դատապարտության մեզ բոլոր նրան մոտեցողներիս համար մեղքերի քավություն եւ թողություն լինեն։ Մեր եկեղեցու վարդապետության հասկացողության համաձայն Սուրբ Հոգին իջնում է եւ մեզ անհասկանալի եղանակով այս փոխակերպումն իրագործվում է Որդի Աստուծո շարականի երկեցողության ընթացքում, ինչը վերը տեսանք արդեն։ Փոխարկումից հետո հացը եւ գինին այլևս Քրիստոսի մարմնի եւ արյան տիպարները չեն, այլ նրա իսկական մարմինը եւ արյունը հացի եւ գինու տեսակով։ Փոխակերպման այս կերպը մեզ համար միշտ խորուրդ խորին եւ անհաս պիտի մնա։ Սրանից հետո պատարագիչը ձեռքերը սկիհից ընծայից ավելի չպետք է բարձրացնի։ Հիմա երբ կատարվեց զոհաբերությունը, ճիշտ ժամանակն է, որ ժողովուրդն Աստծուն խնդրանքներ ներկայացնի եւ հիշատակություններ կատարի։ Հասանք սրբերի բարեխոսությանն ու հիշատակությանը։ Սուրբ պատարագի կատարման այս ամենասուրբ պահին պատարագիչը սկսում է եկեղեցու բարեխոսության մեծ աղոթքը, որի մեջ աղոթում է եկեղեցու բոլոր սրբերի համար, սկզբում ցածրաձայն, իսկ հետո բարձրաձայն։ Աստվածածնի Սրբ Հոգուսին Մարիամու եւ Հովհաննու Մկրտչի, Ստեփանոսի նախավկայի եւ ամենայն սրբոց Եղիսի հիշատակի Սուրբ պատարագս աղաչեմք։ Այսինքն Սուրբ Գույս Մարիամ Աստվածածնի եւ բոլոր սրբերի հիշատակը թող լինի այս Սուրբ պատարագի մեջ, աղաչում ենք։ Սարկավակը թելադրում է ժողովրդին, որ հիշեն եկեղեցու սրբերին, առաքյալներին, մարգարեներին, հայրապետներին, առաջնորդներին, հայաստանյաց, առաքելական, սուրբ եւ ուղղափառ եկեղեցու առաջին լուսավորիչներին, Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարտուղիմեոս սրբազան առաքյալներին։ Ապա մինչև մեր օրերի մեծ հայրապետներին, կրոնավորներին, հավատացյալ թագավորներին եւ բարեպաշտ իշխաններին եւ վերջապես բոլոր սրբերին, որովհետեւ նրանք եւս անդամ են եւ մասնակցում են եկեղեցու կյանքին։ Հետևաբար պարտք ու պատշաճ է նրանց հոգեվոր ներկայությունն էլ զգալ համայնական կյանքի այս կարևոր պահին։
Սրբերի հիշատակությունը խորհրդանշում է այս աշխարհի, այսինքն զինվորյալ եկեղեցու եւ այն աշխարհի, այսինքն հաղթական եկեղեցու միությունն ու անբաժանելիությունը։ Մենք հանապազ նրանց բարեխոսությունն ենք հայցում, հավատալով, որ նրանք հիշում են մեզ Աստծո առջև եւ աղոթում մեզ համար։ Ապա հայր մեր տերունական աղոթքից անմիջապես հետո քարոզ է տրվում։ Սկզբնական շրջանում այս քարոզը տրվում էր ճաշու ավետարանի ընթերցումից հետո։ Սակայն այժմ ամեն տեղ տարածված է անմիջապես քարոզելու սովորությունը։ Ահա այսօրվա մեր բացատրության ավարտին մոտեցանք, սիրելիներ։ Հաջորդը արդեն կլինի վերջինը։ Վերջին մասով կբացատրենք պատարագի մնացած մասը։ Բայց հույս ունենք, որ շատ մեծ հետաքրքրությամբ լսեցիք, սիրով լսեցիք եւ արդեն ավելի լավ կպատկերացնեք, թե ինչ է կատարվում պատարագի ընթացքում։ Շատ լավ կլինի, եթե տարածեք եւ կիսվեք ձեր ընկերների հետ, որպեսզի նրանք էլ լսեն, իմանան։ Մնացած բացատրությունները 4 մասերով տեղադրված են մեր էջում։ Ցանկության դեպքում կարող եք գտնել եւ լսել, եթե չեք լսել։ Մանրամասնորեն բացատրված է պատարագի ամեն մի մասը։ Այսպես, սիրելիներ, սիրենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, սիրենք մեր Տեր Աստծուն եւ չտրվենք ծուլությանը, ուսումնասիրենք Սուրբ Պատարագը, հավատացած եղեք, որ Սուրբ Պատարագով երկիրը դառնում է երկինք, երկինքը ճեղքվում է եւ երկնային զորությունները եկեղեցի են իջնում։ Ամբողջ արքայությունն է ներկա պատարագի ժամանակ եկեղեցում եւ ընդհանրապես հավատացած եղեք, որ եկեղեցին միշտ է հրեշտակների բնակարան։ Անտեսանելի կերպով հրեշտակներն ու սրբերը ներկա են եկեղեցում։ Եվ գիտեք ինչու, որովհետև Աստծո ներկայությունը կա եկեղեցում, որովհետև Աստված միշտ եկեղեցում է։ Աստված ամենուրեք է իհարկե, սահմանափակված չէ որևէ մի տեղով, բայց եկեղեցին Աստծո տուն է կոչվում, Աստծո տաճար է կոչվում։ Այն տեղն է, որտեղ մենք համախմբվում ենք միասնական աղոթքի համար, եւ այն տեղն է, որտեղ իհարկե պատարագվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Ուրեմն Սուրբ է եկեղեցին։ Մեր մայրն է եկեղեցին, ինչպես որ Սուրբ Գրիգոր Նարեկացին է ասում. Եկեղեցու կաթը դա Տեր Հիսուս Քրիստոսի արյունն է, եւ միայն ճշմարիտ զավակները կարող են այդ կաթից խմել։ Միայն եկեղեցու ճշմարիտ զավակները կարող են մոտենալ եւ հաղորդվել Տեր Հիսուս Քրիստոսի հետ, ճաշակել նրա ամենասուրբ մարմինն ու արյունը։ Իսկ բոլոր նրանք, ովքեր տարված են աղանդավորությամբ, բոլոր նրանք, ովքեր ավետարանաբողոքական աղանդների մեջ են, իրավունք չունեն մոտենալ եւ հաղորդվել։ Իհարկե նաեւ բոլոր նրանք, ովքեր զբաղված են կրոնախառնությամբ, բոլոր նրանք, ովքեր այլ ուսմունքների են հետևում, բոլոր նրանք, ովքեր չունեն ուղղափառ հավատ եւ չեն հավատում միմիայն եկեղեցու դավանությանն ու վարդապետությանը։ Այս մարդիկ իրավունք չունեն մոտենալու Սուրբ հաղորդությանը, որովհետև չունեն ճշմարիտ հավատք։ Այդ պատճառով արդեն բացատրել ենք, որ գալիս է մի պահ, որ բոլոր այս մարդկանց դուրս են հրավիրում եկեղեցուց եւ նրանք մնում են դռների հետևում, որովհետև այլևս չեն կարող մասնակցել Սուրբ եւ անմահ պատարագին։ Աստված պահապան լինի ամենքիդ։ Հեռու մնացեք տարատեսակ մոլորություններից, բոլոր նրանցից, ովքեր ձեզ այլ ուսմունքներ կքարոզեն, ովքեր ձեզ կհավատացնեն, թե իրենք էլ Տեր Հիսուս Քրիստոսին ճանաչում են եւ ամեն մեկն էլ իր ձևով պիտի ճանաչի, այդ ամենը սուտ է եւ սատանայական հորինվածքներ։ Լսեք եւ ենթարկվեք, հնազանդվեք ձեր մայր եկեղեցուն։ Առաջնորդվեք մայր եկեղեցու վարդապետությամբ եւ դավանությամբ եւ հնազանդվելով եկեղեցուն կարող եք հաղորդակից լինել հավիտենական կյանքին։ Իսկ անհնազանդները, նրանք ովքեր չեն սիրում եկեղեցին,
Նրանք, ովքեր չեն ընդունում հայաստանյաց առաքելական սուրբ եւ ուղղափառ եկեղեցու վարդապետությունն ու դավանությունը եւ չեն առաջնորդվում բացառապես հենց այդ դավանությամբ եւ վարդապետությամբ, այլ ուսմունքներով, այլ կրոնների ինչ որ գաղափարախոսություններով են տարված, աղանդների հետ կապ ունեն, այս մարդիկ իհարկե եկեղեցուց դուրս են, ցավոք սրտի։ Աստված օրհնելով օրհնի բոլորիդ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհն ու խաղաղությունը ամենքիս հետ լինի։